Խոսքի համար կալանավորված մարդիկ։ Բռնության կոչերի համար, այո, կալանավորված մարդիկ։ Մեր ձևավորները որն է։ Չեմ մեկնաբանի։ Դրա համար կան հստակ մարմիններ, դատական համակարգ, որոնք որ կտան ձեր հարցի պատասխանը։ Միգուցե դատարանը համարի, որ ոչ, եւ պետք է դրա հետ հաշվի նստել։ Բայց կարող է դատարանը համարել, որովհետեւ բազմաթիվ նյուանսներ կան, եւ ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր անելիքով պիտի զբաղվի։ Ես դատավոր չեմ, բնավ նման հավակնություններ էլ չունեմ։ Իսկ այո, կան մարդիկ, ովքեր բռնության կոչերի համար կալանավորված են, ես ակնկալում եմ, որ ըստ արժանվույն եւ օրենքի ողջխստության պատասխանատվության։ Հայրապետյան կներեք։ Նույնց ասացի, արդեն պատասխանեցի։ Իմ հարցը եւս այդպես է, երբ որ ասում են մեր ձևով միջամտել ենք, դուք իրական ինչ եք հասկանում դրա տակ։ Անկեղծ ասած, ես դրա տակ շատ կոնկրետ ենթատեքստեր եմ տեսել, բայց նորից եմ ասում, եթե դատարանը կհամարի, որ այն ենթատեքստերը, որ ես տեսել եմ, սխալ են, պետք է դրա հետ հաշվի նստել, թեև անկեղծ ասած չեմ կարծում։ Գնահատականներ ես դատավորի որոշումներին գնահատականներ երբեք չեմ տվել, չեմ էլ պատրաստվում։ Հայկական ժամանակը, որ դատական նիստի ընթացքում գրում է, որ կալանավորված է մնալու, դա նորմալ եք համարում։ Դատարանի որոշումներին եւ ըստ փաստաբանների դատավորը հենց այդ Ծանոթ չեմ հայկական ժամանակ թերթի հոդվածին, կծանոթանամ, գուցե ասելիք ունենամ, այս բան ասելիք չունեմ։ Թրամփի հետ կապ չունի, դա այլ տրամաբանությամբ է քննարկվում, Սևծովի հատակով եկող մալուխը ինչ կապ ունի Թրիփի հետ։ Կարդացեք, հա, ես չեմ շտապում։ Չէ, ինչ եմ մեկնաբանում, դուք կկարդաք, հետո կմեկնաբանեք։ Ինձ վստահ հարցեր ունեք։ Տեղեկատվական ոլորտի հետ կապված բարեփոխումների, որ Միացյալ Նահանգները բավականին ինչ-որ Թե տեխնոլոգիական։ Դուք էլ հրապարակում եք արել։ Որ թեմա։ Այդ թեմայով հենց Մալուխների։ Չէ, օգոստոսի 8-ին։ Հա, ես ասեմ, որ հիմա կողմնորոշվեք։ Ես տեսեք չեմ շտապում, վստահ եմ, որ դուք սպառեք ամիսների ձեր հարցերը։ Հիմա դուք ձեր հարցին վրա կենտրոնանաք, համեցեք։ Սևծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կարող է դառնալ ինտերնետային տվյալների փոխանցման եւ տարանցիկ հոսքերի ապահովման տարածաշրջանային խոշոր կենտրոն Սպուտնիկ Արմենիայի ներկայացվել է ԲՏ նախարարության կողմից։ Սևծովի հատակով ինտերնետ մալուխ անցկացնելու գաղափարը Երևանը առաջարկել է դեռևս 2021 թվականին։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ ինտերնետ մալուխի անցկացման նախագիծը կարող է համադրվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP հաղորդակցության ծրագրի հետ։ Մենք այդ նախագիծը համարում ենք, որ խաղաղության խաչմելուկ նախագծի, մեգա նախագծի շրջանակներում իսկ իրապես կարևորագույն ենթակառուցվածքը կարող է հանդիսանալ հավելյալ այլընտրանքային ուրեմն ինտերնետ կապուղի հասանելի դարձնելով Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև շարունակելով դրա ճանապարհը դեպի հարևան երկրներ եւ ինչու ոչ նաև հեռու տարածաշրջաններ, այսինքն այս իմաստով Հայաստանը մեր կարծիքով կդառնա նաև տարանցիկ երկիր օպտիկա-մանրաթելային կապուղիների համար եւ այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են մեր միջազգային գործընկերների հետ, այն երկրների հետ, որոնց տարածքով ենթադրաբար կարող է այդ մալուխը անցկացվել։ Սակայն որևէ հստակ պատասխան ես չեմ կարող տալ ի բնե, որովհետև խոսքը մի նախագծի մասին է, որը ենթադրաբար Ֆրանկֆուրտ քաղաքից կարող է մեկնարկել եւ անցնել հատել տարբեր երկրների սահմաններ եւ բնականաբար յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումը պետք է հայտնի, այս իմաստով պարզապես Հայաստանը գործուն ջանքեր է ներդրել, որպեսզի նմանատիպ նախագծեր իրականանան Հայաստանի տարածքով, որը ել ավելի կբարձրացնի նախ նոր հնարավորություններ կտա բարձր որակի ինտերնետ հասանելիության, ինչպես նաև այն կհանդիսանա նաև ստրատեգիական ենթակառուցվածք Հայաստանի համար, ինչը անուղղակի ձևով բարձրացնելու է ըստ մեզ նաև Հայաստանի անվտանգությունը։